Այսօր խոսենք այն 7 ամենատարածված սովորությունների մասին, որոնց հետևանքով լնդերի բորբոքում է առաջանում եւ կորցնում ենք առողջ ատամները։ Լնդերից արյունահոսությունն է, երկրորդը կարող է լինել բերանից տհաճ հոտը, ատամների թեթև շարժը, ինչ-որ դիսկոմֆորտի զգացողություն, թեթև ցավ։ Հաճախ այդ խնդիրները լինում են ոչ թեթև, դա լինում է առաջին ախտանշանները ավելի բարդ հիվանդության։ Ատամնակարերը տարիներով չհեռացնելը կարող է խնդրահարույց լինել։ Սխալ է։ Իհարկե սխալ է, եթե պացիենտը մաքրի միայն ատամի խոզանակով, ինքը կմաքրի ընդամենը 3 մակերեսը եւ չի մաքրի այն երկու մնացած կոնտակտային մակերեսները, այսինքն կմաքրի ընդամենը 60%-ը։ 40%-ը պետք է մաքրել կամ թելով, կամ միջատամնային խոզանակով, կամ եւ դրանով եւ նրանով եւ իրիգատորով։ Բորբոքումը սկսվում է հենց միջատամնային տարածության մեջ առաջին հերթին։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Գիտեք, թե որն է ատամների կորստի թիվ 1 պատճառը։ Ոչ, դա կարիեսը չէ։ Շատ մարդիկ երկար տարիներ անտեսում են լնդերի արյունահոսությունը, կարծելով, թե դա նորմալ է, արդյունքում կորցնում են նույնիսկ առողջ ատամները։ Այսօր խոսենք այն 7 ամենատարածված սովորությունների մասին, որոնց հետևանքով լնդերի բորբոքում է առաջանում եւ կորցնում ենք առողջ ատամները։ Մեր հյուրն է Հայաստանի Պերիոդոնտոլոգների ասոցիացիայի հիմնադիր, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Բակալյանը։ Բարև ձեզ, դոկտոր։ Բարև ձեզ։ Իսկապես լնդերի բորբոքումը, արյունահոսությունը միամիտ թվացող կարող է հանգեցնել առողջ ատամների կորստի։ Իհարկե լնդերի բորբոքումը, եթե շատ խորանա, կարող է բերել ատամների կորստի։ Արյունահոսությունը ինքնին չի բերում իհարկե ատամի կորստին, բայց արյունահոսությունը լնդերից դա առաջի ախտանշանն է, որը ցույց է տալիս, որ լնդերում ինչ-որ մի բան այն չէ եւ պետք է դիմել մասնագետի։ Որոնք են լնդերի բորբոքման առաջին ախտանշանները, որոնք պետք չէ անտեսել։ Մեկը հենց ձեր ասած լնդերից արյունահոսությունն է, երկրորդը կարող է լինել բերանից տհաճ հոտը, ատամների թեթև շարժը, ինչ-որ դիսկոմֆորտի զգացողություն, թեթև ցավ։ Այդ ամենը նշանակում է, որ պետք է դիմել մասնագետի, որպեսզի հասկանանք այստեղ որևէ լուրջ խնդիր կա, թե դա շատ մակերեսային, շատ թեթև անցողիկ խնդիր է։ Հաճախ այդ խնդիրները լինում են ոչ թեթև, դա լինում է առաջին ախտանշանները ավելի բարդ հիվանդության, որը պարտադիր բուժում է պահանջում, եւ եթե ժամանակին այդ բուժումը չի արվում, տարիներ հետո պացիենտը արդեն դիմում է մասնագետի այնպիսի խնդիրներով, որոնք որ հեշտ լուծում չեն կարողանում ստանալ կամ ցավոք սրտի որոշ ատամներ պացիենտը կորցնում է։ Ինչպես ասում են, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Բարդությունները հետագայում ավելի դժվար է բուժել։ Ուրեմն անդրադառնանք այն տարածված սխալներին, որոնք հաճախանում ենք միամտաբար, չմտածելով, որ դրանք լուրջ հետևանքներ կարող են ունենալ։ Արյունահոսության դեպքում ատամները մաքրելը, դադարեցնելը սխալ է։ Տեսեք, արյունահոսությունը, ինչպես խոսեցինք, դա առաջին ախտանշանն է, որ կա որևէ բորբոքային process, որևէ խնդիր, որը բուժման կարիք ունի։ Երբ պացիենտը արյունահոսության պատճառով սկսում է չմաքրել ատամները կամ այդ մասը սկսում է թույլ մաքրել, այդ դեպքում այնտեղ կուտակվում է ատամնափառ, ատամնակար եւ խնդիրը գնալով խորանում է։ Այսինքն մենք փորձում ենք անտեսենք այն խնդիրը, որը արդեն կա, եւ մենք ինքներս դրանով ավելի ենք բարդացնում այդ խնդիրը։ Հակառակը պետք է անել, եթե ինչ-որ միտեղ մի փոքր արյունահոսություն է լինում, կարելի է սկսել հակառակը ավելի լավ մաքրել, մի քիչ անտիսեպտիկ հեղուկներով ողողումներ անել եւ միգուցե այդ խնդիրը մեղմանա կամ անցնի եւ իհարկե պետք է գնալ մասնագետի մոտ, որպեսզի նա եթե բարդ խնդիր չկա, գոնե բացառի այդ բարդ խնդրի առկայությունը։ Իսկ եթե կա որևէ խնդիր, ուրեմն արդեն սկսի դա բուժի, որպեսզի այդ խնդիրը չխորանա եւ չբերի ավելի լուրջ հետևանքների առաջացմանը։ Խոսեցիք ատամնակարերի մասին, ատամնակարերը տարիներով չհեռացնելը կարող է խնդրահարույց լինել։ Սխալ է։ Իհարկե սխալ է եւ այստեղ կա մի շատ կարեւոր հանգամանք, որը շատ մարդիկ եւ անգամ մասնագետներ անտեսում են։ Ատամնակարերը լինում են վերլնդային եւ ստորլնդային։ Երբ պացիենտը տարիներ շարունակ անգամ դիմում է մասնագետի եւ հեռացնում է վերլնդային ատամնակարերը եւ չի հեռացնում ստորլնդային ատամնակարերը, այսինքն այն քարերը, որոնք որ գտնվում են լնդի տակ, միևնույն է, հիվանդությունը զարգանում է, խորանում է,
ոսկրային հյուսվածքը քայքայվում է եւ այդ վիճակը կարող է բերել ատամների կորստին։ Այսինքն շատ կարևոր է, որ ախտորոշվի այնտեղ բացի վերլնդային ատամնաքարերից կա արդյոք ստոր լնդային ատամնաքար թե ոչ, եւ եթե կա, ուրեմն պարտադիր պետք է հեռացնել նաեւ ստոր լնդային ատամնաքարերը, որը եթե ստոմատոլոգը չի անում, ուրեմն պետք է դիմել նեղ մասնագետի, այսինքն պերիոդոնտոլոգի, որպեսզի պերիոդոնտոլոգը հեռացնի ստոր լնդային ատամնաքարերը։ Հիմա հարց դոկտոր, արդյոք բոլոր ատամնաբուժերը գիտեն ստոր լնդային ատամնաքարերի մասին, որովհետև մենք դրա մասին քիչ առաջ իմացանք, եւ երբ դիմում ենք ատամնաքարերի հեռացման, մտածում ենք, որ մենք բոլոր խնդիրներից ազատվեցինք։ Կարող է այդպես չլինել։ Իհարկե գիտեն, այստեղ կա միգուցե մի քիչ հոգեբանական խնդիրներ, այսինքն պացիենտը դիմում է մասնագետին, միգուցե տրամադրված չէ ավելի շատ վճարել, ավելի թանկ վճարել այդ քարերի մանրակրկիտ հեռացման համար, միգուցե պատրաստ չէ ժամանակ ծախսել շատ այդ քարերը մաքրելու համար, միգուցե այդ մասնագետը մտածում է, որ պացիենտը չի ուզում այդքան ժամանակ ծախսել քարերը մաքրելու համար եւ Վճարները շատ են։ Ստացվում է այնպես, որ ոնց որ փորձում ենք լավություն անենք այդ պացիենտին թեթև բուժում առաջարկելով եւ թեթև քարերը մաքրելով եւ շատ ֆինանսական ծախս չստեղծելով պացիենտի համար, բայց մյուս կողմից մենք վնաս ենք տալիս այդ պացիենտին, քանի որ այդ ստոր լնդային քարերը մնալով բերում են ոսկրային հյուսվածքի կորստին, իսկ վերջինս արդեն բերում է ատամի կորստին։ Եվ վերջի պացիենտի համար շատ ավելի թանկ է վերջանում այդ բուժումը, քանի որ ատամի կորուստը իհարկե դժվար է վերականգնել եւ դա նույնպես թանկարժեք process է։ Փաստորեն ատամների հիգիենան մեծ նշանակություն ունի, մենք խոսեցինք ատամնաքարերի մասին, անդրադառնանք մյուս գործոններին։ Օրվա ընթացքում միայն մեկ անգամ մաքրելը բավարար է, թե սա էլ մեծագույն սխալ է։ Շատ կարևոր է խոզանակելու եւ առհասարակ մաքրելու տեխնիկան։ Մեկ անգամ կամ երկու անգամ մաքրելը այդքան էական չէ, իհարկե երկու անգամը դա լավագույն լուծումը կլինի, որովհետեւ մեկ անգամ մաքրելու դեպքում հնարավոր է, որ հասցնի առաջանա ատամնափառ եւ ատամնաքարերը ավելի շուտ կուտակվեն։ Բայց ավելի կարևոր է, թե ինչ տեխնիկայով է պացիենտը մաքրում։ Կան պացիենտներ, ովքեր որ մաքրում են օրը 2-3 անգամ, բայց ճիշտ տեխնիկայով չեն մաքրում եւ իրենց մոտ առաջանում է ատամնափառ ատամնաքար եւ լնդերը միևնույն է բորբոքված են։ Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ ստոմատոլոգը ճիշտ բացատրի պացիենտին ինչպես ճիշտ մաքրել ատամները եւ դա պետք է ունենա որոշակի տրամաբանություն, իհարկե ամեն պացիենտի մոտ ատամնաշարը մի քիչ տարբեր կարող է լինել, կարող են լինել իմպլանտներ, կամուրջներ, ուղիղ ատամնաշար, մի քիչ ծրված ատամներ, խմբավորված ատամներ, որոնք խիտ են դասավորված, մի քիչ առաջ հետ են եւ այլն, եւ այդ բոլոր պացիենտների մոտ խոզանակելու տեխնիկան, թել օգտագործելու տեխնիկան, միջատամնային խոզանակ օգտագործելու տեխնիկան, միգուցե իրիգատորի օգտագործումը բոլորի մոտ կարող է տարբեր լինել։ Փաստորեն կապված է ատամների դիրքից եւ մի շարք գործոններից, թե ինչ տեխնիկայով պետք է մաքրել ատամները։ Խորհրդատվությունը ձեր բժշկից կարող եք ստանալ, այսպես ասենք։ Անդրադառնանք ատամնաթելերին, իրիգատորներին, այդ թվում նաև միջատամնային խոզանակներ չօգտագործելուն, սրանք ճիշտ է, որ կարճ ժամանակ անց կարող են վատացնել ատամների վիճակ, անդրադառնալ լնդերի բորբոքումներ առաջացնելու գործոնի վրա։ Ես սիրում եմ ատամը համեմատել խորանարդի հետ։ Եթե խորանարդը դնենք ինչ-որ մի մակերեսին, ինքը կունենա եւս 5 մակերես։ Պատկերացնենք, դա նույն մեր ատամն է, ծամող ատամը, որը ունի 5 մակերես՝ թշային, լեզվային, 2 կոնտակտային եւ ծամող մակերես։ Եթե պացիենտը մաքրի միայն ատամի խոզանակով, ինքը կմաքրի ընդամենը 3 մակերեսը եւ չի մաքրի այն 2 մնացած կոնտակտային մակերեսները, այսինքն կմաքրի ընդամենը 60%-ը։ Այդ 40%-ը պետք է մաքրել կամ թելով, կամ միջատամնային խոզանակով, կամ եւ դրանով եւ նրանով եւ իրիգատորով։ Շատ կարեւոր է, որ պացիենտը այս միջատամնային տարածությունները մաքրելու միջոցներից օգտվի, որպեսզի բոլոր մակերեսները լավ մաքուր լինեն եւ
կարևոր է որ մաքրվի, որովհետև բորբոքումը սկսվում է հենց միջատամնային տարածության մեջ առաջին հերթին։ Այդտեղ ավելի արագ է ընթանում բորբոքումը, ավելի շուտ է ոսկրային հյուսվածքը քայքայվում եւ ատամները ավելի շուտ են վնասվում հենց միջատամնային տարածություններից։ Դրա համար շատ կարևոր է օգտագործել թելը, միջատամնային խոզանակը, իսկ երբեմն նաև իրիգատորները։ Մենք պարզեցինք, որ բերանի խոռոչի ճիշտ հիգիենան կարող է առողջ ատամների, լնդերի երաշխիքը լինել եւ հակառակը ոչ պատշաճ հիգիենան կարող է առաջացնել լնդերի բորբոքումներ եւ նույնիսկ առողջ ատամների կորուստ, բայց հիգիենայից բացի կան նաեւ սովորություններ, վնասակար սովորություններ, որոնք նույնպես լուրջ վնաս են հասցնում եւ լնդերին եւ ատամներին, բժիշկ խոսենք սրա մասին, մասնավորապես ծխախոտը, ծխելը ինչպես է վնասում։ Ես մի քիչ ավելի գլոբալ կվերցնեի, ցանկացած մարդ պետք է ինքը որոշի ինչքան ուշադրություն է ուզում դարձնել իր առողջությանը։ Եվ ծխելը դա այդ նույն ֆակտորներից մեկն է, որը կարող է վնասել իրեն առողջությանը։ Բնականաբար ծխախոտը վնասում է բերանի խոռոչի առողջությանը եւ ոչ միայն բերանի խոռոչի, բոլորն էլ գիտեն, կարող է բերել քաղցկեղի առաջացման եւ այլն եւ այլն։ Ինչպես է ազդում ծխախոտը, բացի մյուս վնասակար նյութերից, որոնք որ կան ծխախոտի մեջ, այնտեղ կա նաև նիկոտին, եւ ոչ միայն դասական ծխախոտի մեջ, այլ նաև այս վերջին նորաոճ, այո, այդտեղ էլ կա նիկոտին եւ այդ նիկոտինը բերում է անոթասեղմիչ ուրեմն ազդեցության, այսինքն կծկվում են արյանանոթները, որը բերում է սնուցման խանգարման, իսկ միտեղ որտեղ որ սնուցումը լավ չէ, այնտեղ միկրոօրգանիզմները ակտիվանում են եւ բնականաբար միկրոօրգանիզմները ակտիվացնելով մենք ստանում ենք բորբոքում եւ այդ բորբոքումը գնալով խորանում է եւ այստեղ երկրորդ լուրջ խնդիրը որ այդ բորբոքումը առաջանալով մենք իրեն չենք տեսնում ինչի նորից նույն պատճառով քանի որ ունենք անոթասեղմիչ էֆեկտ ուրեմն այտուց չի լինում կարմրություն առանձնապես չի լինում եւ պացիենտը նկատում է բորբոքումը շատ ավելի ուշացած ժամանակաշրջանում եւ այս դեպքում մենք արդեն կորցրած ենք լինում ավելի շատ ոսկրային հյուսված, կատամները արդեն սկսում են շարժվել եւ այդ ժամանակ որ սկսում ենք արդեն բուժումը ավելի դժվար ենք ստանում լավ արդյունք, քան եթե մենք ավելի շուտ դիմեինք մասնագետի։ Հետևաբար ծխախոտը ոչ միայն առաջացնում է խնդիր, այլ նաեւ խողարկում է խնդրի զարգացումը եւ այսպիսով պացիենտը դիմում է ավելի ուշացած վիճակում։ Ուրեմն ասենք, որ նման դեպքերում նաև երբ լնդերը արյունահոսում են, մի սպասեք, որ շարժվեն ատամները։ Լնդերի արյունահոսությունը նորմալ չէ, ժամանակին դիմեք մասնագետի, կանխեք բարդությունները եւ անդրադառնանք 7-րդ ամենատարածված սխալին, մասնագետի, մասնավորապես բժշկի, պարիոդոնտոլոգի դիմել միայն այն ժամանակ, երբ ցավ կա։ Կարող է հիվանդությունն անցավ ընթանալ, դոկտոր։ Եթե մենք ուզում ենք առողջ լինել, բարբերաբար պետք է դիմենք տարբեր մասնագետների, հատկապես ինչ որ տարիքից հետո։ Նույնը վերաբերվում է ոչ միայն բերանի խոռոչի առողջությանը, այլ նաև ներքին օրգանների եւ այլն։ Իհարկե, հատկապես ստոմատոլոգի պետք է դիմել բարբերաբար, գոնե 6 ամիսը մեկ, որպեսզի այն խնդիրները, որոնք որ սկսում են առաջանալ, պատկերացրեք ինչ որ փոքր կարիոզ օջախ է, ատամը փչացել է, ինչ որ փոքրիկ օջախ կա։ Երբ որ այդ օջախը փոքր է, բնականաբար շատ ավելի հեշտ կլինի այդ ատամը բուժել, ավելի կարճ ժամանակ կտևի, ավելի քիչ ֆինանսական միջոցներ կպահանջվեն բուժելու համար եւ շատ ավելի լավ արդյունք կստացվի։ Եվ ի հակառակ դրան, եթե պացիենտը դիմում է շատ ավելի ուշ, այդ կարիոզ օջախը մեծանում է, հնարավոր է որ պուլպան մերկանա, այսինքն այդ ժորտի մեջ ասած ներվը սկսի ցավա, հա, եւ ստիպված լինի բժիշկը կատարել կանալների բուժում, հա, էնդոդոնտիկ բուժում, հետո ստիպված լինի բժիշկը կատարել պսակի տեղադրում, որպեսզի այդ ատամը չկոտրվի եւ այլն։ Այսինքն այն ինչ որ կարելի է վերացնել մաքսիմում մի ժամվա մեջ, արդեն դարձավ այնպիսի խնդիր, որը կարելի է վերացնել մի քանի օրվա
ընթացքում։ Նույնը վերաբերվում է լնդերի հիվանդություններին, պերիոդոնտիտին, այսինքն երբ կա արդեն ոսկրային հյուսվածքի ախտահարում, որի դեպքում արդեն կարիք է լինում կատարել ոչ միայն կոնսերվատիվ բուժում, այլ հաճախ նաև վիրահատական բուժում, հետագայում հնարավոր է պետք լինի կատարել նաև պլաստիկ վիրաբուժություն, որպեսզի ատամները գեղեցիկ տեսքը հետ վերականգնեն, այսինքն շատ ավելի բարդանում է բուժումը, ավելի երկարատև է դառնում եւ նաեւ իհարկե ֆինանսապես ավելի թանկ է արժենում։ Հիմա ոչ մեկին չենք վախեցնում, բայց պատկերացնում եք սովորական թվացող լնդերի բորբոքումը, արյունահոսությունը կարող է խլել ձեր առողջ ատամները, եթե ժամանակին չդիմեք բժշկի։ Խոսքը հենց այս հիվանդության մասին է, պերիոդոնտիտ հիվանդության մասին։ Դոկտոր, մի փոքր ավելի հանգամանորեն եթե անդրադառնանք հիվանդությանը եւ կրկին նշելով ախտանիշները, որը պետք է լինի ահազանգ դիմելու շտապ մասնագետի, որպեսզի կարողանանք պահել ատամները։ Ցանկացած լնդային արյունահոսություն, մի փոքր տհաճ հոտ բերանի խոռոչից, ատամների թեթև շարժունություն եւ իհարկե եթե արդեն նաեւ կա թարախային արտադրություն, ուրեմն դա շատ ավելի բարդացած վիճակ է։ Պետք չէ սպասել, որ ախտանշանները շատանան, որպեսզի առիթ լինի դիմել մասնագետի։ Ավելի լավ է թեկուզ առանց որևէ ախտանշանի դիմեք ձեր ստոմատոլոգին, որ համոզվեք, որ խնդիր չունեք, քան սպասեք շատ խնդիրներ առաջանան, նոր դիմեք մասնագետի։ Իհարկե, եթե լնդերի հետ կապված խնդիր է եւ ստոմատոլոգը ինքը հարցը չի կարողանում լուծի, ինքը պետք է ուղղորդի նեղ մասնագետի մոտ, որպեսզի խնդիրը վերջնական լուծում ստանա։ Իսկ հնարավոր է ամբողջությամբ բուժել պերիոդոնտիտը։ Վաղ շրջաններում այո, եթե վիճակը շատ ավելի բարդացած է, բնականաբար իդեալական վիճակ ստանալ այլևս չի լինում, բայց մեր գլխավոր նպատակը այդ դեպքում լինում է ատամների պահպանումը, հնարավորինս երկար տարիներ եւ տասնամյակներ։ Իհարկե այդ բուժումը չի արվում մի քանի տարվա համար։ Խնդիրը մենք լուծում ենք, որպեսզի պացիենտին այդ ատամները ծառայեն տասնամյակներ։ Առողջ ապրելակերպի մասին խոսեցիք եւ ընդգրկուն մի հարց որպես ամփոփում, հա, ինչպես է բերանի խոռոչի առողջությունը կապված մեր ընդհանուր օրգանիզմի առողջության հետ եւ հակառակը առողջությունը օրգանիզմի ինչպես է անդրադառնում կամ որևէ հիվանդություն բերանի խոռոչի առողջության վրա ինչպես է անդրադառնում։ Եթե չխոսենք միայն լնդերի հիվանդությունների մասին, շատ ընդհանուր հիվանդություններ կարող են արտահայտվել բերանի խոռոչում եւ ստոմատոլոգը ինքը կարող է լինել այն առաջի բժիշկը, ով կասկածի, որ պացիենտը ունի ինչ-որ ընդհանուր առողջական խնդիր եւ ուղղորդի ընդհանուր մասնագետի մոտ։ Իսկ ինչ վերաբերվում է լնդերի հիվանդություններին, այսինքն լնդի բորբոքմանը եւ պերիոդոնտիտին, հաճախ դրանք առաջանում են ընդհանուր հիվանդության ֆոնի վրա, այսինքն շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, սիրտանոթային համակարգի հիվանդություններ, բայց մենք չպետք է մտածենք, որ այդ խնդիրները առաջացել են հենց օրինակ շաքարային դիաբետի պատճառով։ Ոչ, այդ խնդիրը առաջանում է, այսինքն լնդային հիվանդությունը առաջանում է հենց միկրոօրգանիզմների պատճառով, այսինքն ատամնափառ, ատամնաքար, վատ խնամք, մասնագետին չդիմել, չհետևել եւ այլն։ Ուղղակի զուգորդող հիվանդությունները նպաստում են, որ լնդային հիվանդությունները ավելի ծանր ընթացք ստանան։ Այս իմաստով շատ կարևոր է, որ մեր պացիենտները նաև զբաղվեն իրենց ընդհանուր հիվանդությամբ։ Այսինքն զուգահեռ պետք է պացիենտը գնա իր ընդհանուր մասնագետի մոտ, եթե չի գնացել ու սկսի նաև ընդհանուր հիվանդության բուժումը։ Իսկ եթե գնացել է եւ հետեւողական չէ, լավ, չասեմ լավ բուժում չի ստացել, բայց արդյունավետ բուժում չի ստացել, ուրեմն պետք է փորձել ինչ-ինչ ձևերով նպաստել նրան, որ բուժումը ավելի արդյունավետ լինի, բայց մյուս կողմից բերանի խոռոչում եղած բազմաթիվ խնդիրները ազդում են նաև ընդհանուր հիվանդության կարգավորման վրա, այսինքն այո, իհարկե, բերանի խոռոչի խնդիրները նույն օրգանիզմի խնդիրներն են եւ այդ բերանի խոռոչի ինֆեկցիան նույնպես ազդում է ընդհանուր օրգանիզմի վրա եւ կարող է բերել նրան, որ նույն շաքարային դիաբետը մի քիչ ավելի դժվար
կարգավորվի կամ սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում բերանի խոռոչի ինֆեկցիան կարող է երբեմն բերել ուրիշ բարդությունների առաջացման։ Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ բերանի խոռոչի խնդիրները նույնպես լուծում ստանան։ Այսինքն մենք պետք է օրգանիզմը դիտենք որպես մեկ ամբողջություն եւ զբաղվենք եւ բերանի խոռոչի առողջությամբ եւ մյուս խնդիրների լուծումներով։ Շնորհակալություն դոկտոր ինֆորմատիվ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, եթե խոսանակելիս ձեր լնդերը արյունահոսում են, մի սպասեք, որ շարժվեն ատամները։ Լնդերի արյունահոսությունը նորմալ չէ, ժամանակին դիմեք մասնագետի։ Բաժանորդագրվեք մեր ալիքին առողջության մասին կարևոր ինֆորմացիան բաց չթողնելու համար։ Շնորհակալություն Յասամա ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Շնորհակալություն նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Մինչ հանդիպում։